Կանգնել ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովող իրատեսական ծրագրերի կողքին, աջակցել դրանց կյանքի կոչմանը։ Նոր Վանաձոր հասարակական կազմակերպությունը միանում է առաջարկ Հայաստանի նախաձեռնությանը։ Հայաստանի 3-րդ քաղաքում կազմակերպության համագումարն է։ Նոր Վանաձորը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին աջակցելու է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Խորհրդի որոշումը հասարակական կազմակերպության ղեկավարը հանձնում է ԲՀԿ մարզային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավարին։ 2020 թվականից գործող կազմակերպությունը պայքարում է իր համայնքի խնդիրները լուծելու եւ վանաձորցիների շահերը պաշտպանելու համար։ Ամենաթեժ օրերից սկսած հասարակական պայքարի առաջամարտիկները չեն կարող անմասն մնալ քաղաքական պրոցեսներից։ Քանի որ լսեցինք պարոն Ծառուկյանի առաջարկը, այն է, որ պետք է ամեն ինչ մի կողմ դնել, այս երկրի զարգացման համար անձնական ամբիցիաները մի կողմ դնել, միանալ բոլորս միասին, վերջ դնել այդ սև ու սպիտակի բաժանարար գծերը հասարակության մեջ տարածելու, որը որ ավանդույթ արդեն դարձած վատ այդ հարատավոր երևույթին, եւ մենք Նոր Վանաձոր հասարակական կազմակերպությունը մոտ օրերս կայացած իր խորհրդում որոշում է կայացրել անվերապահորեն աջակցել առաջիկա 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Ամենակարևոր դրույթներից մեկը նա եղել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջարկ Հայաստանին ծրագիրը ես քննարկել եմ նաև մեր հասարակական կազմակերպության շատ անդամների հետ եւ հիմնական դրույթներից եւ մեղը նա եղել մեր որոշման համար, որ մենք վստահում ենք այդ թիմին, այդ մասնագիտական ունակություններ ունեցող մարդկանց եւ իրենց հետ ճանալու ենք ճանապարհ։ Առաջարկ Հայաստանին ծրագրին միանալով Նոր Վանաձոր հասարակական կազմակերպությունը վստահ է իր օգուտն է տալու եւ իր ուրույն դերն է ունենալու հասարակական սեկտորի առաջարկների մասով։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը իր տեսակի մեջ եզակի ծրագիր է։ Հավատացեք, ծրագիրը մտնելու է յուրաքանչյուրի տուն։ Խորհրդային տարիներին արդյունաբերական խոշոր քաղաք համարվող Վանաձորում այսօր առաջնային խնդիրներից է գործազրկությունը, հատկապես երիտասարդները բուհն ավարտելուց հետո աշխատանք չգտնելու պատճառով կամ մայրաքաղաք են մեկնում կամ երկրից հեռանում։ Երիտասարդները հետաքրքրվում են, ինչ լուծում կա առաջարկ Հայաստանին ծրագրում։ Մենք առաջարկում ենք Հայաստանում ներդրումների միջոցով մի քանի խոշոր մեգա նախագծեր իրականացնել, որպեսզի ինքը տնտեսության մեջ ունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Եթե մենք հասնում ենք նրան, որ Հայաստանում տարածքային համաչափ զարգացում ենք ունենում, երիտասարդների զբաղվածության հարցն էլ է լուծվելու, երիտասարդների ուսման հարցն էլ է լուծվելու։ Վանաձորում խնդիրները բազմաթիվ են։ Նոր Վանաձոր հասարակական կազմակերպությունը վստահ է, միանալով առաջարկ Հայաստանին նախաձեռնությանը հնարավոր է ուղղել մեջքն ու վերականգնել արդյունաբերական մեծ համբավ ունեցող Վանաձորը։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։